Հայրջան բարի լույս, sevgili seyirciler, հորմատը թամաշաչիլեր, բայց սա հումորային չի, սա պարզապես պետքա լուրջ մինչև վերջնայել։ Ես եմ Անդրանիկնա, May People-ի հիմնադիր տնօրենն եւ Գաբրելյան Հայկը, Հայկին բոլորդ էլ արդեն ճանաչում եք։ Եթե ես եկել եմ Հայկի մոտ, ուրեմն խնդիր կա։ Խնդիր կա մեր հարևան միաբջիջների հետ։ Ուրեմն մեր Անդրանիկի աշխատողներից մեկին, որը ազգությամբ ռուս է եղել, նկարահանումներ անում, այս միաբջիջներից մեկը դրոնի կադրեր է ուզել ու կարևոր նշանակության վայրեր։ Հիմա մենք եկել ենք, տվյալները տվել ենք Հայկին, կսպասենք, տեսնենք ինչ ինֆորմացիա կունենանք, մնացածը վիդեոյի վերջում էլի կշարունակենք միասին։ Հիմա ինֆորմացիան Անդրանիկը կտրամադրի Հայկին, Հայկն էլ 4 քոտանին կտա Պոլին, տեսեք։ Ընդհանրապես րոպեների ընթացքում Անդրանիկ ջան, խնդրեմ 2 բառով պատմես ոնց է եղել։ Ուրեմն մի քանի օր առաջ մեկը fake edge-ից դիմում է իմ աշտակիցներից մեկին, պատվերի անվան տակ, որպեսզի նա նկարահանի Հայաստանի տեսարժան վայրերը, իբր թե զանգում է եւ կապնում է տուրիստական ագենստվայի կողմից։ Տարօրինակ է, որ ինքը ի վերջո ոչ թե տուրիստական վայրերն է պատվիրում նկարահանել, այլ առաջ պատվեր լինում է Չարբախի մեր ռազմական նշանակության օբյեկտները, ինքը նկարները ուղարկում է Google քարտեզից, վերնշացվում է իրան պետ, սպորնի պունկտը, օդանավակայանը եւ այլ ռազմական նշանակություն։ Ապավեննել էր ուզել։ Հա, ապավեննել էր ուզել։ Կոնկրետ տակն անգլերեն տարերով գրել էր ապավեն։ Որը շատ տարօրինակ է, տուրիստական ուր, այդ ուր բնականաբար միանշանակ առաջին որ մի քիչ եկավ դա դիմել պարոն Գաբրիելյանին, մենք հասկանանք հետո էլի որ Չարբախը հետաքրքրում է որպես տուրիստական վայր։ Ինչով է, եկել ենք պարոն Գաբրիելյանի մոտ, մենք ճշտինենք ինչ տուրիստական պերսպեկտիվաներ ունի Չարբախը։ Գաբրելյանը ծիծաղում է, դա լավ արդեն։ Հեսա առանց բուրդ ոչխար ենք անում կոմպի մեջի ժողովուրդ։ Չէ, Գաբրելյան ջան։ Արդեն կարանք ասենք։ Մի երկու բան կասես ով է։ Դե մենք հետաքրքիրը որն է, մենք ունենք իր ընդամենը Instagram ու TikTok-ը։ Fake-ով։ Իրական չէ։ Ոչ մի բան չկա, անունը Frank։ Ահա։ Ֆրանկա։ Որոշակի մեր գործիքակազմի կիրառման արդյունքում մենք պարզեցինք, որ այդ Frank-ը Էլշեն Աղալարովն է, Ադրբեջանի քաղաքացի։ Հեռախոսահամարը ունենք իր, որը ադրբեջանական Baxel ցանցից է օպերատորից է օգտվում, ինքը ծնված է 20 նոյեմբեր 89 թվական, բնակվում է այդ երկրում եւ ամենայն հավանականությամբ, որ մենք հիմա վերլուծում ենք, ինքը հանդիսանում է կամ զինված ուժերի, կամ ներքին գործերի, կամ ազգային անվտանգության իրենց համակարգի աշխատակից, որովհետեւ որոշակի տեղերով ինքը երևում է որպես կապիտան։ Այդպես ինքը նաեւ հատուկ Թուրան այդպես գրուպիրովկա կա Տելեգրամյան, որի հետևորդ է։ Հա, բարձր։ Հայ ջան, ինչքան էլ որ դիմացը տոներն են, դուք էլ գումարի կարիք ունենաք, ձեզ նման փորձեր անեն, հանկարծ չտրամադրեք, որովհետև դա ազգի դավաճանություն է։ Տեսեք, այս մարդը ռուս է եղել, Անդրանիկի աշխատողը։ Այդքանը գիտակցելով ասել է Անդրանիկին, որ ինձանից նման դրոնի կադրեր են ուզում։ Հետո Անդրանիկը ասեց, որ նաև այդ հիմարը մեր հայերին էլ է դիմել, ովքեր որ զբաղվում են, չէ՞, այդ նկարահանումների մեջ լիքը հայ դրոնշիկներ կան, մենք անպայման կտեղադրենք իր էջը, այս հոլովակի տակ, որպեսզի մտնենք, եթե ծանոթ տեսնենք կամ ինֆորմացիա տվացնի, կամ եթե ծանոթ նկարահանող խմբեր ունենք, մարդիկ ունենք, ովքեր անհատներ զբաղվում են դրան, ապրում զգուշացեք, որ նման դեպքեր կարող կատարեն։ Գումարի դիմաց ցանկացած ֆոտո, վիդեո անցանոթ մարդուց խնդրում եմ վերցրեք։ Նամրով fake edge-երից։ Դա շատ վատ անդրադառնում մեր երկրի համար։ Այսքանը եղեք աչալուրջ։ Անվտանգ։ Անստաշանի այս հարցով էլի հանդիպենք, պետք չի ժողովուրդ ջան, ունեցա ուշադիր եղեք շատ։ Բայց եթե նորմալ վիդեո պետք է զանգեք։ Բարի անվանով բոլորին։ Գալիք դոլարինը բոլորի շնորհավոր ժողովուրդ ջան։